Կարելի է բժիշկ։ Ներս արի։ Սա 6-րդ պալատի հիվանդի հիվանդության պատմությունն է, ասել էիք, որ ներել։ Իրավ թող մնա հետո կնայեմ շնորհակալություն։ Ինչ-որ բան է եղել։ Այսօր պատահաբար փողոցում Արևիկին հանդիպեցի։ Ինչ վատա չէ, որ էլ մեր հետ չի աշխատում, շատ ատեղ է երևում։ Հա, լավ աշխատող էր, իսկ ինչի Արևիկին հիշեցիր։ Չգիտեմ, ես շատ մեղավոր եմ զգում ինձ նրա առաջ։ Մեր հարաբերությունները շատ լարված էին մի ժամանակ, ու ես շատ վատ եմ վերաբերվել Արևիկին։ Դե խոսեք իր հետ, ներողություն խնդրում։ Բժիշկ, ես էլ սենց չեմ կարողանում։ Մենք միասին ենք աշխատում ու ես ամեն օր ձեզ տեսնում եմ ու խաբում եմ ձեզ։ Այսինքն։ Դե մի քանի անգամ ձեր կինը ինձ ստիպել է, որ ինֆորմացիա տամ Արևիկի մասին ու ես ստիպված եմ եղել զանգել ու ամեն ինչ պատմել։ Ինչ ինֆորմացիա։ Թե ինչ անում, երբ է գալիս, երբ է գնում, ինչքան ժամանակ եք դուք միասին անցկացնում ու ձեր մասին է։ Բժիշկ, ես երդվում եմ, հիմա ոչ մի կապ չունեմ Դիանայի հետ։ Պաստորեն բացի գործից ամեն ինչով հասցրել ես զբաղվես։ Ես ուղղակի ուրիշ տարբերակ չունեի։ Ինչ նշանակում ուրիշ տարբերակ չունեի։ Դու քո կյանքը չունես։ Ջահել աղջիկ ես, քո կյանքը թողը ինձ հետևում, Արևիկին հետևում։ Ինչի համար։ Կարող է լի բան կա, որ ես չգիտեմ։ Սեդա։ Կա ինչ-որ բան, որ պիտի իմանամ։ Ես կանչել։ Ես կանեմ ամեն ինչ Հասմիկի համար։ Կտամ այդ փողը բուժման համար։ Դիանա։ Գևորգն էլ է ամեն ինչ անում, որ օգնի։ Ես շատ շնորհակալ եմ Գևորգից։ Բայց դու ինձ պիտի խոստանաս, որ երբ բուժումն ավարտվի, դու կվերցնես երեխուն ու կգնաս Ֆրանսիա ու կմոռանաս մեր մասին։ Դու շատ լավ գիտես, որ իմ ուզածը հենց այդ է։ Մարո, ես չեմ ուզում այդ երեխուն։ Ու դու լավ գիտես, որ անգամ նոր ծնված ժամանակ նրա դեմքին չեմ նայել։ Ես հիմա իմ կյանքն ունեմ ու չեմ կարող նրան իմ կյանքում տեղավորել։ Էնպես որ նենց ենք անում, իբր ես նրան չեմ ճանաչում։ Ու ձեզ օգնում եմ ընդամենը որպես ծանոթ, որին դու ժամանակին լավություն ես արել։ Դու գիտես, որ ինձ միայն Հասմիկի առողջությունն է հետաքրքրում, ուրիշ ոչ մի բան։ Ես չեմ եկել այստեղ, որ քեզ խնդրեմ ընդունես աղջկատ։ Ասեմ ավելին, ես նրան երբեք քեզ չեմ տա։ Էնպես որ կարող ես հանգիստ լինել։ Ինձ համար դժվար է, Մարո։ Ու ավելի լավ կլինի, որ Հասմիկն ապրի առանց ինձ։ Իմ կյանքն այնքան է լավը չի, որքան դու ես պատկերացնում։ Ինձ քո չստացված կյանքը չի հետաքրքրում։ Ինձ միայն Հասմիկի առողջությունն է հետաքրքիր։ Դու կտաս այդ գումարը ու մենք կգնանք։ Հուսով եմ ընդմիշտ։ Չի ես թվում, որ կապան, որ ես պիտի իմանամ։ Բժիշկ, ես ուղղակի վախենում եմ, որ ինձ երբեք չներեք։ Ես
վախենում եմ աշխատանքս կորցնեմ, բայց այսպես էլ չեմ կարողանում հանգիստ խղճով աշխատել, որ գիտակցում եմ, որ Արևիկին իմ պատճառով են աշխատանքից ազատել։ Ինչ։ Բժիշկ։ Ինչ է նշանակում իմ պատճառով են գործից անել։ Ես օգնել եմ Դիանային այդ հարցում։ Ինչ ես խոսում։ Աստված։ Թե դա ամբերությունս էլ չի երիկում։ Արևիկին Դիանայի պատճառով են աշխատանքից ազատել։ Թե դա ինչ ես խոսում։ Դիանան ինչ-որ ծանոթի միջոցով ուզում էր աշխատանքից ազատել տար Արևիկին ու ես գիտեի այդ մասին։ Կներեք ինձ, խնդրում եմ, ես չէի ուզում, որ Արևի համար վատ լիներ։ Խնդրում եմ, կներեք։ Աղջիկը դեռ չափեն անցել է։ Գժվել։ Բժիշկ, շատ եմ խնդրում, հանկարծ չասեք էլի, որ ես եմ ձեզ պատմել այս մասին, ես չեմ ուզում աշխատանքը կորցնել։ Ես հիվանդ երեխա ունեմ, խնդրում եմ, բժիշկ։ Գևորգ ջան, ո՞նց են գործերդ։ Լավ, շնորհակալ եմ։ Ճիշտ ասած մի հատ խնդրանքով եմ եկել։ Խնդիր չկա, Գևորգ ջան, ասած տեսնեմ ինչ է պետք։ Մերսի։ Կաթիլայինը նոր անջատեցին քնեց։ Ինչ է կատարվում, Դիանա։ Մայրական զգացմունքներդ են արթնացել։ Մի ժամ առաջ ինձ կանչել ուրիշ բան էիր ասում։ Ոչ մի բան էլ չի կատարվում։ Ես ցանկացած անգամ ծանոթ երեխայի համար կանեի նույն բանը։ Մի արա այդպիսի բան։ Քեզ պիտի հարցնեմ, որ աղջկաս համար մի բան գնեմ։ Աղջկաս։ Լավ մամա ես ուզում խաղաս, հա։ Արդեն ասեցի ես ուղղակի եկել եմ։ Մի արա։ Ինչի։ Վախենում ես, որ կկապվի հետս։ Նման բան երբեք չի լինի։ Չես կարող ասել։ Գիտես ինչի չի լինի։ Որովհետև դու ինքդ չես ուզում կապվել նրա հետ։ Դու ինքդ չես ընդունում նրան։ Ձեր միջև այնպիսի խորը անդունդա, որ ինչքան էլ խաղալիք ու քաղցրավենիք լցնես, միևնույնն է չի փակվի։ Ես վախենալու բան չունեմ։ Ես գիտեմ, որ դու դերասանություն ես անում։ Հա, դու շրջապատիդ համար ես խաղում, որ մտածեն, թե ինչքան լավն ես, բարի ես, բոլորին օգնում ես։ Իսկ ինձ այդ օգնությունն է հենց պետք։ Դու չգիտես ես ինչերի միջով եմ անցել։ Չգիտես ինչքան եմ լացել։ Ինչի համար։ Ինձ հեշտ չէր նրան թողնել։ Ես գիտեմ։ Այդ մեկը ես հաստատ գիտեմ, թե ինչքան հեշտ նրան թողեցիր ու գնացիր։ Նույնիսկ երեսին չնայեցիր։ Որովհետև չէի կարող նայել նրա դեմքին։ Հետո չէի կարողանա ապրել ու չէի կարողանա նրան թողել։ Գնա։
Հասմիկը դեռ երկար կքնի, իսկ ես քեզ հետ խոսելու ցանկություն չունեմ։ Հա, իմիջիայլոց, եթե ինչ-որ մեկը կա, որին կարող է սրանք տանել, տար։ Հասմիկը դրանց կարիքը չունի։ Ինչ ես անում։ Այման ուր է։ Այս ամամ ինչ ես անում։ Ինչ լավ է դա։ Ես գիտեմ էլի մանկատուն եմ տալել։ Ուխ, ես չխում։ Որովհետև սրանք արդեն կեղտոտ շորեր են։ Սաների վաղպա ու պիտի ես աղբից ազատվենք։ Մամ ջան, մկրատը ինձ դուր։ Եսա վերջացնեմ, եսա քիչ մնաց վերջացնեմ ու տամ։ Մամ հանգստացի, ինչ ես անում։ Ես մեր շորերն են։ Գիտեմ, բայց կեղտոտ չէ, սաղ աղբա ես տունը, սաղ աղբա։ Պիտի վերջաց ազատվենք, չէ, այս աղբից թե չէ։ Մամ ջան, ինձ կտաս մկրատը։ Ես գնամ ուտելու բան սարքեմ, սոված կլինեք, չէ, դպրոցից նոր ես եկել, Արմանն էլ սոված կլինի, չէ բալիս, լավ ես գնամ, խոհանոց կոքնես, չէ, սեղան դնենք, հա, միջ կարգի բեր, հա, գազ որ օգնես, հա։ Ինչ ես անում ստեղ։ Երեխու մոտ է եկել։ Ինչի համար։ Քաղցրաբնիկ էի վերել, ինչից երեխուն կվախանում։ Դու չէիր ասում, որ ավելի շատ է լինում երեխուն կռնում։ Արել ես, որովհետև ես եմ ասել։ Չէ, որովհետև ինքս եմ դες ցանկացել։ Բան է։ Ներս անցիկ ասեմ։ Ձեռքս ցավացրեցիր։ Ինձ հետաքրքրել ինչ էր ես ընդունում։ Ես մտածում ամեն անգամ, որ վերջ ամեն ինչ գիտեմ։ Բոլոր արասներդ բացահայտել եմ, բայց չէ, պարզվում ամեն օր նոր պատմություն աջրեր ես դուրս գալիս։ Ինչի ես գործից ազատել տվել Արևիկին։ Ինչի ես այդ մարդուն աշխատանքից զրկել, որովհետև տենց ես ուզել։ Ես տենց բան չեմ արել։ Սուտ ես ասում։ Ով ասել։ Ինչ կարևոր է։ Եվ ես չեմ արել տենց բան։ Ինչի համար Դիանա։ Ինչի համար կբացատրես։ Դու չափ ու սահման ճանաչում ես ընդհանրապես։ Շատ լավ գիտես ինչի համար եմ արել։ Շատ լավ գիտես ինչի եմ այդ քայլին գնացել։ Աստորեն դու։ Հա, ես եմ արել ու լավ եմ արել։ Դու հիմար ես Դիանա։ Այդ մարդը հիվանդանոցի ամենալավ ուժգուրերից մեկն էր։ Ոստեղ աշխատում էր, որ մորը խնամեր։ Իսկ ես ուղղակի տենց էր պետք։ Արել եմ, որովհետև չէի կարող հանդուրժել, որ դու ու Արևիկը նույն տեղում աշխատեիք ու ամեն օր լինեիք կողք կողքի։ Ձեր հետ չբարձրացնես։ Ես իմ աշխատանքի տեղն եմ։ Եթե ես տենց բան չանեի, Արևիկը կհասներ իր նպատակին։ Գնա տուն հետո խոսենք։ Չէ, արի խոսենք եւ։ Գնա տուն ասում եմ, ստեղ ես աշխատում եմ։ Դիանա, գնա։ Չեմ ուզում քեզ տեսնել։ Գնա ասում եմ, չեմ ուզում դեմքդ տեսնեմ։ Ես էլ քեզ էի ուզում զանգեի։ Մտածում էի արդեն գնացած կլինես։ Հիմա ինչ է ուզածդ։ Ուզում եմ, որ էլ չգաս հիվանդանոց Հասմիկի մոտ։ Դա դու չես որոշում։ Սխալվում ես, ես եմ որոշողը։
Դու ոչ ոք ես Հասմիկի համար։ Ու եթե քեզ թվում է այստեղ գալով գնալով ինչ-որ բան կփոխես, ասեմ քեզ, որ սխալվում ես։ Իսկ եթե այս ամեն ինչը կողքի աչքի համար ես անում, թե իբր շատ բարի ես, ասեմ քեզ, որ դա ավելի մեծ ստորություն է, քան երեխային անտեսելը։ Եթե Ֆրանսիայից եկել հասել ես այստեղ, ուրեմն իրադարձությունների ցանկացած զարգացման պիտի պատրաստ լինեիր։ Ինչ ես ուզում ասես։ Ուզում եմ ասել, որ կանեմ ինչ ուզում եմ, կգամ երբ ուզում եմ։ Ու անգամ եթե ես Հասմիկի համար ոչ ոք եմ, մի մոռացի ես եմ նրան լույս աշխարհ բերել։ Դու էլ լքել ես նրան։ Լսիր, դուք եք եկել այստեղ, ես ձեզ չեմ խնդրել։ Արդեն ասեցի հեռու մնա երեխայից։ Ես այդպես եմ ուզում։ Եթե մտածում ես, որ ուրախ եմ, որ այստեղ եք, սխալվում ես։ Ես կուզեի, որ ընդհանրապես չգայիք։ Ես առանց ձեզ շատ հանգիստ ապրում էի։ Իսկ հիմա դու չես կարող ինձ արգելել, որ ես տեսնեմ երեխուն։ Իսկ եթե մտածում ես, որ ես ինչ-որ պարտավորություն ունեմ երեխու նկատմամբ, էլի ես սխալվում։ Ես անում եմ այն, ինչ որ ես եմ ճիշտ գտնում։ Դու ինձ կանչում ես ու տեսնում ես այն ժամանակ, երբ քեզ միայն փող ա պետք։ Ու դու դեմ ես, որ ես գալիս եմ երեխուն տեսնելու։ Սարմանում եմ, դու ոնց ես համարձակվում ինձ հետ այդպես խոսել։ Մոռանում ես, թե ինչեր եմ արել քեզ համար։ Մոռանում ես, որ գոռը ես շատ վատ եմ խոսում քո հետ, գիտեմ։ Բայց դու այն մարդն ես, ով փողի համար ինձ շանտաժ էր անում։ Քո կարծիքով քո արածը հարգանքի է արժանի։ Ես դա արել եմ, որ դու գիտեմ, հանուն երեխու։ Տատիկ, ինչի ա քո վրա գոռում։ Չի գոռում ես։ Մենք ուղղակի խոսում ենք։ Արագ։ Բարև, ես ինչ լավ անակնկալեր ներս արի։ Հա չեմ խանգարում։ Չէ, արի։ Էս մաման տանը չի։ Չէ, ընկերուհու տանն է, նստի։ Ոնց է իրան զգում մաման։ Լավ է, որ դեղերը ժամանակին խմում ա ու ինձ լսում ա, լավ ա լինում։ Դու ոնց ես։ Նորմալ։ Կարոտել էի քեզ, ոչ զանգում ես, ոչ գալիս ես։ Սետ ջան, գիտես աշխատում եմ, չեմ հասցնում։ Սուրճ թեյք խմես։ Չէ, ոչ մի բան չեմ ուզում, ուղղակի եկել եմ քեզ տեսնեմ, մի քիչ խոսենք։ Բան է եղել։ Չէ, ուղղակի քո գնալուց հետո հիվանդանոցում շատ բան ա փոխվել։ Ոչ մեկ չկա, որ հետը նստես, զրուցես, կամ պետք է այդ ժամանակ հույսը դնես։ Ես էլ եմ ձեզ շատ կարոտում, աշխատանքս եմ կարոտում, բայց դե ինչ անեմ, սենց ստացվեց։ Անդադ ինքս ինձ մտածում եմ, ինչն էի սխալ արել, որ գլխավորի իմ հետ տենց վարվեց։ Երևի հիվանդներից մեկն էր բողոքել։ Ինքս ինձ անդադ մտածում եմ, բայց տենց էլ չեմ կարողանում պատճառը հասկանամ։ Արև, ես քո հանդեպ շատ վատ բաներ եմ արել։ Սետ ինչ ա քո հետ կատարվում, այն օրն էլ դու քո նման չէիր։ Չգիտեմ, ուղղակի մեղքի զգացողությունը ահավոր տանջում է ինձ։ Դու որ հիվանդանոցում էիր, այդ ժամանակ մեր հարաբերությունները շատ լարված էր։ Չգիտեմ, ես ինձ շատ սխալ եմ պահել քո հանդեպ։ Այդքանը։ Վերջ դուր, այդ փոքր վեճեր են, որ բոլորի մոտ էլ լինում են։ Արի գնանք խոհանոց, մի բան սարքենք, համ էլ կզրուցենք։ Ուզում ես դուրս գամ սենյակից։ Երևի տհաճ է ներկայությունս։ Քեզ ով բան ասեց։ Ամբողջ հարցը նրանում է, որ դու ոչինչ չես ասում։
Ես ոնց որ ուրվական լինեմ այս սենյակում։ Չեմ ուզում, չեմ խոսում։ Մերակի հետ։ Թե դեռ չես կարողանում ներել, որ Արևիկին աշխատանքից ազատել եմ տվել։ Արի այդ թեման մի շարունակի։ Քո շահերից է բխում։ Գիտես ինչ։ Ես չեմ զղջում, որ տենց բան եմ արել, որովհետև դուք ինձ ուրիշ տարբերակ չեք թողել։ Ես թույլ չէի տա, որ նա քեզ հետ աշխատեր նույն տեղում, ու ամեն օր տեսնեիր նրան ու հետը խոսեիր։ Տոն չեմ գալի չի օգնում, քեզ տոն չեմ տալի չի օգնում, հա խոսում ես, խոսում։ Զսում։ Ալո։ Բարև ձեզ, Արևիկի հետ եմ խոսում։ Այո։ Ձեզ կլինիկայից են անհանգստացնում։ Հա, լսում եմ։ Կարող եք վաղ առավոտյան կլինիկա գալ։ Հա, իհարկե կգամ։ Գլխավորը ձեզ կսպասի իր աշխատասենյակում։ Լավ, շնորհակալ եմ։ Սեդայի գալ է զանգը, ստեղ մի բան ինչի։ Մամ, ինչի չես խոսում այդպես։ Մի կպի ինձ։ Ու գնա ստեղից։ Գնա, ասում եմ, չես լսում։ Ու չլացես ձենը գրես ազդումա։ Արգարի չի եղել։ Ասա թող ձենը կտրի, Աննա։ Ասա թող ձենը կտրի, վրես ազդումա։ Արվանարի գնալ։ Ձենդ կտրի, թե չէ սաղ գիշեր դրսում կմնաս, դուրս կգցեմ տնից։ Նստիր Արև ջան։ Ոնց ես։ Լավ եմ։ Աշխատում ես ուրիշ տեղ։ Աշխատում եմ։ Բայց հիվանդանոցից բացի ամեն աշխատանք ինձ օտար է։ Որովհետև սա մասնագիտական է։ Եվ դու մեր լավագույն բուժքույրերից ես կարճ կխոսեմ, ես ուզում եմ ներողություն խնդրել քեզնից։ Հավանաբար սխալմունք է եղել։ Ուզում եմ ասել, երբ ցանկանաս, կարող ես վերադառնալ քո աշխատանքին, քո տեղը քեզ է սպասում։ Բայց Իհարկե, եթե նոր աշխատանքը քեզ ավելի է դուր գալիս, գնա մի շաբաթ մտածիր, երբ կորոշես, հետ կվերադառնաս, ուրախ կլինեմ։ ճիշտն ասած չեմ հասկանում ինչ սխալմունքի մասին է խոսքը, որ ինձ ասեցին հեռացրել են աշխատանքից, ես ուզում եի ձեզ հետ խոսել, բայց մտածեցի իմաստ չունի։ Ուղղակի ես այդ ժամանակ երկրում չէի, եթե ես այստեղ լինեի, նման բան չէր լինի։ Ճիշտն ասած ես մինչև հիմա էլ չեմ հասկանում ինչ պատճառով ինձ պիտի աշխատանքից հեռացնի։ Արիսը համարենք թյուրիմացություն։ Վերադարձիր Արևիկ, կլինիկան ունի քո կարիքը։ Ես այսպես մի անգամից չեմ կարող պատասխանել, ինձ ժամանակ է պետք։ Մի շաբաթ, լավ, պայմանավորվեցիք։
Բարևից։ Բարև։ Ոնց ես։ Լավ եմ։ Ինչ կա հիվանդանոցում։ Հավեկաներս մոռացել էի, չպիտի տերկևեմ քո կյանքում։ Գլխավորն էր կանչել։ Առաջարկում ա, որ վերադառնամ աշխատանքի։ Լուրջ։ Ասում ա, որ ինձ սխալմամբ են հեռացրել։ Դե շնորհավորում եմ։ Ինչի համար է շնորհավորում։ Որ վերադառնում ես աշխատանքի։ Ես դեռ չեմ որոշել։ Ես աշխատանք ունեմ ու չեմ մտածում, որ ինձ ստեղ հետ գալը ճիշտ է։ Արև այդ սպա կենտրոնի գործը այդ քո մասնագիտությունը չի։ Հետարի հիվանդանոց։ Չգիտեմ։ Ես դեռ չեմ պատասխանել։ Խնդրեցի, որ մի շաբաթ ժամանակ տա որոշեմ։ Արի անցնենք իմ սենյակ խոսալու բան կա։ Չգիտեմ։ Ես աշխատանքից մի ժամով եմ դուրս եկել, պիտի գնամ։ Կարևոր բան կա խոսալու։ Ինչ։ Հիվանդներից մեկի հետ կապված խորհուրդ եմ ուզում հարցնեմ։ 5 րոպե երկար չէ։ Մենակ արագ ասեն ինչ պիտի ասես, որովհետև ես ուշանում եմ։ Ես ուզում եմ, որ դու հետ գաս։ Իմ մոտ չէ հիվանդանոց։ Չեմ կարող։ Դրա համար ես կանչել։ Այս քո տեղն է։ Արև լսի։ Մնա խնդրում եմ, մնա աշխատի հիվանդանոցում։ Այ մենակ սրա համար ես չեմ ուզում կամ։ Արև սպասի։ Արև սպասի։ Խնդրում եմ, մնա։ Եվ ես աշխատանք ունեմ։ Ես ինձ տեղ հանգիստ չեմ զգում, ինձ ընդեղ ավելի լավ է։ Արև եթե պետք լինի, ես ինձ կանեմ մենք չենք հանդիպի։ Աշխատասենյակս կփոխեմ, հերթապահությանս օրերը կփոխեմ, խնդրում եմ մենակ արի հիվանդանոցում աշխատի։ Չէ, չեմ գա։ Արև այդ սպա կենտրոնի աշխատանքը քոնը չի ընդհանրապես։ Դու մասնագետ ես, դու լավ մասնագետ ես։ Հիվանդանոցում դու աճելու տեղ կունենաս, դու երեխեքի հետ քեզ լավ ես զգում, եթե պետք լինի ես աշխատանքից դուրս կգամ, խնդրում եմ հետ արի հիվանդանոցում աշխատի։ Չէ։ Չեմ գա։ Գնալով ամեն ինչ դուրս է գալիս իմ զգողությունից ու դառնում անկառավարելի։ Հիմա երբ Գևը գիտի, որ ես եմ այնպես արել, որ Արևիկին ազատեն, ամեն ինչ կանի, որ Արևիկի նորից աշխատանքի ընդունեն հիվանդանոցում։ Ես նրան լավ եմ ճանաչում։ Չգիտեմ, որ մասին մտածել, չգիտեմ որտեղից սկսեմ։ Ամեն ինչ իրար է խառնվել։ Ոչ սկիզբն եմ կարողանում գտնել, ոչ էլ վերջը։ Մարվի գալը, այդ երեխայի հայտնվելը իմ կյանքում, ամեն ինչ ավելի է բարդացել։ Ամեն ինչ թողած նրանց մասին պիտի մտածեմ։ Այդ մի բանը Գևը երբեք չպիտի իմանա։ Ես ամեն ինչ կանեմ, որ Մարոն երեխայից տեղ երկար չմնա։ Գնա ու ինչքան հնարավոր է շուտ։ Դիանա, ես էլ գիտեի դու տանը չես։ Գևորգը ասաց, որ հիվանդանոց ես գնացել։ Հասմիկը ոնց է։ Դիանա, չես լսում ինձ։ Կներեք մտքերով է։ Ինչ-որ բան է պատահել։ Չէ, ինձ լավ չեմ զգում, գնամ իմ սենյակ։ Բայց խոսում էի քեզ հետ, Դիանա։ Հետո կխոսենք։ Արև,
զանգել կանչել։ Գլխավորն էր կանչել մամ։ Ասում էր, որ ինչ-որ թյուրիմացություն է եղել։ Ու ինձ նորից կանչում են աշխատանքի։ Որ, ոխից այ հոլա։ Շատ է լավ է։ Ես գիտեի, որ դա տենց է լինելու վերջը։ Բայց քեզ տարօրինակ չի թվում։ Ոչ։ Մարդը զգացել է իր սխալը եւ կանչել է քեզանից ներողություն խնդրելու։ Իսկ ինձ տարօրինակ է թվում։ Այդ ինչ պիտի լինի, որ սկզբից հեռացնեն ու հետո էլ հասկանան, որ թյուրիմացություն ա եղել։ Այստեղ հաստատ մի բան չի։ Ինչ ես որոշել։ Չգիտեմ։ Արև, դու հիվանդանոցում քեզ շատ ավելի լավ էիր զգում։ Ճիշտ ես մամ։ Ես հիվանդանոցում ինձ շատ լավ էի զգում։ Բայց ես աշխատանքից էլ դժգոհ չեմ։ Ամեն դեպքում վատ չեմ վարձատրում։ Գևորգն է պատճառը։ Արև, ճիշտ է այն ժամանակ ես դեմ էի, որ դու այնտեղ աշխատեիր հիվանդանոցում, որ անդադ իրար չհանդիպեիք։ Այ հենց դրա համար էլ ես անգամ կլսեմ քեզ։ Չէ, Արև, ես ուզում եմ, որ դու աշխատես։ Ես տեսնում եմ, որ դու շատ ուրախ ես։ Ես տեսնում եմ, որ աչքերդ փայլում են, ես տեսնում եմ, որ դու ուզում ես աշխատես, ու հետո վերջին հաշվով քո մասնագիտությունն է, այդքան տանջվել ես, մասնագիտություն ես ձեռք բերել, ես ինչքան եմ տանջվել, որ դու լավ մասնագետ դառնաս, ու հիմա գտնում եմ, որ այդ գործից հրաժարվելը սխալ կլինի։ Ի վերջո, Արև ջան, հիվանդանոցում լինելը կամ չլինելը քեզ չազատեց այդ տղայի հետ հանդիպումներից։ Գևորգը ամեն առիթ էլ օգտագործում էր քեզ հանդիպելու համար։ Այնպես որ մի հրաժարվի, մի մերժի։ Հենց դրա համար էլ չեմ ուզում գնամ։ Ինձ մի շաբաթ ժամանակ են տվել մտածելու, բայց ես արդեն որոշել եմ։ Հենց վաղն էլ կզանգեմ, կասեմ, որ չեմ գալիս։ Բայց էդ։ Բարև։ Լավ ես։ Լավ։ Պիտի խոսենք, Արև։ Հա, արի վերև գնանք։ Չէ, այստեղ կխոսենք, չեմ ուզում մամայիդ մոտ խոսենք։ Սեդ ինչ է եղել, երեկ այսօր։ Դու ինձ են ասա, գալու ես հիվանդանոց, հետ աշխատանքի գալու ես։ Փաստորեն արդեն դու էլ գիտես։ Հա, գիտեմ։ Ու շատ եմ ուզում, որ վերադառնաս քո աշխատանքին։ Չգիտեմ, Սեդ, դեռ չեմ որոշել։ Ճիշտն ասած, իմ համար շատ տարօրինակ էր գլխավորի զանգելն ու ինձ իր մոտ կանչելը։ Ինձ թվում է ուղղակի աշխատողի կարիք ունեն, դրա համար էլ կանչել են։ Տարօրինակ ոչ մի բան չկա։ Վերջապես ամեն ինչ ջրի երես է դուրս եկել։ Դու պիտի հետ գաս քո աշխատանքին, Արև։ Ես աշխատանք ունեմ, Սեդ։ Դժգոհ չեմ իմ աշխատանքից, իմաստ չունի նույն գետը երկրորդ անգամ մտնեմ։ Արև, ոչ մի սխալմունք էլ չի եղել։ Քեզ իրոք առանց պատճառի են հեռացրել աշխատանքից։ Որովհետև տենց Ձիաննան ա ուզել։ Ու ես օգնել եմ նրան այդ հարցում։ Ու հիմա տեղս չեմ գտնում։ Ես ինձ ահավոր մեղավոր եմ զգում քո առաջ։ Մի րոպե, բայց Ձիաննան ինչ կապ ունի։ Սեդ ես ինչ ես խոսում։ Հա, Արև։ Ես ամբողջ ժամանակ օգնել եմ Ձիաննային ու տեղեկություն եմ տվել քո ու Գևորգի մասին։ Թե դուք երբ եք գալիս, երբ եք գնում, ինչքան ժամանակ եք միասին անցկացնում։ Մի խոսքով կներես, Արև։ Ես տեղյակ էի, որ Ձիաննան ուզում է քեզ իր ծանոթի միջոցով աշխատանքից հեռացնի, բայց քեզ ոչ մի բան չասեցի։
Ու հիմա ինձ ահավոր վատ եմ զգում քո առաջ։ Չեմ հավատում։ Հենց բան չի կարա լինի։ Հավատա Արև, Դիանայից ամեն ինչ սպասելու է։ Ես ինձ ահավոր վատ եմ զգում։ Ուղղակի Դիանան ինձ ստիպել էր, որ ես ոչ մի բան չասեի քեզ։ Ու ինձ վախացնում էր, եթե ես խոսեի, ինձ էլ աշխատանքից կազատեին։ Արև, կներես։ Մամ, ուր ես։ Ես կանեմ դա։ Հա, կանեմ, ոչ ոքի պետք չեմ։ Ոչ մի բան չունեմ։ Հրաչ լսում ես ինձ։ Հրաչ լսում ես, մենակ ես թողել ինձ, ես մենակ եմ մնացել։ Ինձ մենակ թողեցիր, հա։ Ինչի թողեցիր։ Թողեցիր, որ էլի տանջվեմ ու տառապեմ։ Հա, դելեսի հրաչ քո մոտ են գալու։ Գալու եմ քո մոտ, լսում ես ինձ, գալու եմ։ Մամ, ինչ ես անում։